Պատմենք, թե ինչ ենք տեսնում։ Նկարում սարեր են, արտեր։ Արևը դուրս է եկել լեռների հետևից։ Գետակի վրա կամրջակներ կան։ Ճանապարհը հասնում է կամրջին։ Իսկ արագիլը ծառի վրա իր բույնն է հյուսել։ Սիրուն տնակի շուրջ գեղեցիկ պարտեզ է և ծառեր։ Սիրելի երեխաներ, Սիրելի փոքրիկներ, դուք լսեցիք բառեր, որտեղ կար մի հնչյուն, որը այսօր ենք սովորելու։ Դա հնչյունն էր։ Տեսեք, արև, արագիլ, կարաս, սարդ, վարդի, արևածաղիկ, արտ, ճանապարհ։ այդ տառը Ռ տպագիր մեծատառն է և Ռ տպագիր փոքրատառը, իսկ այստեղ Ռ ձեռագիր մեծատառ, Ռ ձեռագիր փոքրատառ։ Հայերենում շատ քիչ բառեր կան, որ գրվում են Ռ տառով, ինչպես րոպե և ռաբունի։ Տեսեք, ժամացույցի վրա կա րոպեի սլաքը։ Ռ հնչյուն տառը շատ դեր է կատարում մեծ բառերի բառամիջում, այսինքն շատ բառերում նա կարող է գործածվել 1 կամ 2 անգամ, 3 անգամ։ Ռ հնչյուն տառը երբ երկար արտասանում ենք, լսում ենք ձայնավորը։ Ռ-ն անվերջ հնչել չի կարող, այսինքն Ռ-ն բաղաձայն է։ Այստեղ Ռ հնչյուն տառը գրվում է բառամիջում։ Մոռացա ասեմ, որ նաև Ռաֆի անունն է գրվում Ռ հնչյուն տառով։ Քար բառի մեջ Ռ հնչյուն տառը գտնվում է բառավերջում, քար բառի մեջ բառավերջում, մասուր բառի մեջ բառավերջում, կտուր բառի մեջ բառավերջում, ջուր բառի մեջ բառավերջում։ Կարաս երկու վանք, երկու ձայնավոր հնչյուն, ձայնավորներն են ան և ան։ Կարաս բառի մեջ Ռ հնչյուն տառը գտնվում է բառամիջում։ Առաջի նախադասություններից մեկը Ռ տառով արա, ասա, սար։ Արա բառից հետո դրվում է ստորակետ։ Սա ստորակետի նշանն է, կետադրական նշան ստորակետ։ Ասա շեշտին արդեն ծանոթացել ենք։ Եվ բութ, սար։ Դնենք վերջակետ։ Նախադասությունը գրվեց մեծատառով, միտքը ավարտվեց, դրեցինք վերջակետ։ Արան ձեռքով ցույց է տալիս սարը։ Մասուր։ Մասուր բառի մեջ Ռ-ն գտնվում է բառավերջում, երկու վանք, երկու ձայնավոր։ Արագիլ, 3 ձայնավոր, 3 վանք։ Ռ-ն գտնվում է բառամիջում։ Դա մեր Արա լեռն է։ Սա մեր Արարատ լեռն է։ Սա Արագածն է։ Սրանք Հայաստանի լեռներն են։ Արա 2 վանք, Արարատ 3 վանք, Արագած 3 վանք։ Պար, օրինակ պար բառի մեջ Ռ հնչյուն տառը գտնվում է բառավերջում։ Կամար բառի մեջ Ռ հնչյուն տառը գտնվում է բառավերջում։ Ինչպես իմ բոլոր հայբենարանի նկարները, այս նկարը նույնպես շարժվում է։ Սա մի գեղեցիկ պատմություն է, որտեղ երկու ընկերուհի Անին և Արմինեն խաղում էին բակում։ Մայրիկը պարանին փռել էր լվացքը ամրակների վրա, տաբատը, շապիկը, գուլպան։ Երկնքում փայլում էր արևը, տունը ուներ կարմիր կտուր։ Ծառի վրա հասունացել էին սալորը, խնձորը։ Խոտը արդեն դեղնել էր։
կանաչը այլևս այն վառ կանաչը չէր, որովհետև դրսում աշուն էր։ Տեսնում ես դու փոքրիկս փոքրիկ մի ճանապարհ, որը փողոցից տանում է դեպի տուն։ Շուտով այդ գեղեցիկ ծխնելույզից ծուխը կբարձրանա երկինք, քանի որ աշնունից հետո գալիս է ձմեռը և օրերը ցրտում են։ Փոքրիկս, դու լսեցիր շատ բառեր, որոնց մեջ կար «ր» հնչյունը։ Կազմիր զույգեր, որում կա «ր» հնչյուն։ «Ր» հնչյունով չենք սահմանափակվում, նաև պիտի գտնենք նրանց ընկերներին։ Օրինակ, կարապը 4-ի հետ ընկերություն չի կարող անել, որովհետև կարապը կենդանի է, իսկ 4-ը թվանշան։ Իսկ որտեղ թվեր կան։ Այո, սա թվանշաններն են, սա 4-ն է։ Գծով միացրու 4-ը թվանշաններին։ Կարապը ունի փետուր։ Փետուրի գիծը կտանենք, կմիացնենք կարապին։ Աքլորը ունի կատար և գլուխ։ Կատար բառը կտանենք և կմիացնենք աքլորի նկարին։ Կատար, երկու վանք, երկու ձայնավոր հնչյուն։ «Ր» ձայնավոր հնչյունը գրվում է բառավիճ վերջում, դրա համար դու այստեղ կետ կանես։ 4 մեկ վանք, մեկ ձայնավոր հնչյուն։ «Ր» տառը գտնվում է բառամիջում, դրա համար դու մեջտեղում կետ կանես, այստեղ կատար բառի մեջ կգրես «ր»-ն, նաև այստեղ, բայց երբ որ ուսուցանվի, արդեն քեզ մոտ դպրոցում ուսուցանես «ր» հնչյուն տառը։ Փետուր, երկու վանք, երկու ձայնավոր հնչյուն, փետուր բառի մեջ «ր» հնչյուն տառը գրվում է բառավերջում։ Իմ նկարը։ Նկարեցի մի մեծ արև, կապույտ երկինք, կանաչ տերև, մի աղավնի, ճերմակ, մի քարե տուն, մի կանաչ բակ, բարի մարդիկ։ Գտիր «ր» հնչյուն տառը և շրջանակի մեջ առ։ Տես ինչքան «ր» հնչյուն տառեր կան, ամբողջ էջումդ «ր» հնչյուն տառ կարող ես գտնել։ Դրա համար դրանք վերցրու շրջանակի մեջ, որպեսզի չմոռանաս։ Մայրիկին խնդրիր, թող կարդա այս բանաստեղծությունը քեզ համար և փորձիր գոնե 3 տողը անգիր անել։ Փորձիր ուսուցչիդ հետ գրել «ր» հնչյուն տառը։ «Ր» հնչյուն տառն էլ ունի քեզ ծանոթ մասնիկներ, այսինքն, որոնց դու ծանոթ ես արդեն «ա» և «ս» տառերից։ Փորձիր ինքնուրույն գրել «ր» հնչյուն տառը։ Տառերով ստացիր և կարդա։ Դու արդեն գիտես «ս», «ա» և «է» տառերը։ Հիմա դու կարող ես կազմել «սար» բառը։ Տես այստեղ տառեր կան։ Դու ինքդ բացիր քո տառադարանը, դուրս բեր տառերը և կազմիր նախադասություն։ Հիշիր, որ նախադասությունը գրվում է մեծատառով, և սկզբնատառը պիտի լինի «ս» մեծատառը։ Սա, ս-ա, ս-ա-ռ, է, դրեցիր վերջակետ։ Փորձիր կազմել նման այլ նախադասություններ։ Մայրիկին խնդրիր, որ քեզ սովորացնի այս շուտասելուկը։ Ասա տուր, մասուր, տուր, մասուր, տուր, ասա տուր, տեսա՞ր ինչքան «ր» հնչյուն տառ կա։ Փորձիր շուտասելուկը շատ արագ ասել, բայց հոգ չէ, եթե դու այդքան էլ արագ չասես։ Ոչինչ, ոչ ոք քո վրա չի ծիծաղի։ Կարևորը դու ձգտում ունենաս սովորելու։ Քեզ հետ ինչպես միշտ ես էի, Դասվար Բաղդասարյանը։ Կհանդիպենք, երբ որ ունենանք նոր հնչյուն տառ սովորելու։ Առայժմ, սիրելի փոքրիկ, դու կարող ես շատ հեշտությամբ ասել արմատ բառը։ Տես ինչ բառերից է կազմված, օրինակ, արմատ բառը։ Ար, մատ, ստացվեց արմատ։ Շարքերում
նույնպես կա արմատ, վարունգ, պարկ բառերը վրան, վրան, ծիրան, ծիրան, պարան։ Տեսեք, ռա տառակապակցություններն են, արմատ, վարունգ, պարկ, էստեղ ար տառակապակցություններն են։